ես։ Ուրեմն, այս հալածող Սողոսը դեմարդեմ է գալիս ինքը Քրիստոսի հետ։ Շատ համոզում կա, որ եթե այս դեպքը չպատահեր, սիրելիներ, քրիստոնեությունը երբեք Երուսաղեմից դուրս չէր աճի։ Բայց հալածող Սողոսը հիմա եկել է դեմ առ դեմ ինքը Քրիստոսին։ Եվ հետաքրքիր է, Քրիստոս ասում է ինչ։ Երբ որ Սողոս հարցնում է ով ես դու Տեր, ասում է ես նույն Քրիստոսն եմ, որ դու հալածում ես։ Անշուշտ բառացի օրեն եթե ասենք, Քրիստոսին չէր տեսես մարդը, հարյաց Քրիստոսը չէր հայտնվեր Սողոսին։ Ինչու ասեմ Քրիստոս, որ դու ինձի հալածում ես, ուղղակի եթե իմ հետևորդներին ես դու հալածում։ Ուրիշ խոսքով, մի դասն էլ որ կարող ենք սրանից սովորել, սիրելիներ, այս է։ Երբ որ ուրիշ քրիստոնյաներին, որ ուրիշ կարող ենք ասել իրենց համոզումը կամ իրենց աստվածաբանությունը մեզնից տարբեր է, երբ որ հալածում ենք նրանց, մենք ուղղակի Քրիստոսին իրան ենք հալածում։ Ուրեմն սիրելիներ, մի հատ շատ հայտնի ասմունք կամ մի հատ շատ հայտնի քարոզիչ, ամերիկացի քարոզիչ, ասում է ջանանանք, որ ուրիշ քրիստոնյաներին չզրկենք իրաց քրիստոնեության իրավունքից։ Ուրեմն այդ մեղքը չգործենք մենք։ Ճիշտ է, տարբեր մոտեցում ունենք, տարբեր ձևի ենք մեկնաբանում որոշ նյութերը, որոշ նյութը գուցե քեզի տարբեր է թվում, բայց մյուսը որ գալիս բացատրում բոլորովին տարբեր տեսանկյունից է, բայց Քրիստոս էս ասում։ Երբ որ քրիստոնյաներին մեկը հալածի, նույնիսկ եթե մի ուրիշ քրիստոնյա հալածի մի հատ ուրիշ քրիստոնյային, ուղղակի ինքը Քրիստոսին է հալածում։ Այս բերումով Սողոսը, որ բոլոր սրտով, մտքով, բոլոր համոզումով գնում Դամասկոս, որ հավատացյալներին ձերբակալի, դեմ առ դեմ է գալիս Քրիստոսին։ Եվ հետաքրքիր է, ասում է դու ով ես։ Ասում է ես նույն Քրիստոսն եմ, որ դու հալածում ես։ Դժվար է քեզ խթանի քացի տալ, Քրիստոսը ասում։ Եվ գոդալով եւ զարհուրելով ասեց. Տեր, ինչ ես կամենում, որ անեմ։ Չի վիճաբանում տիրոջ հետ, չի վիճաբանում իր հետը, քո հավատքը սխալ է, քո հետևորդները սենց են, դու Աստված չես, դու ես չես, բոլորովին դրանց աշկաթող անում Պողոս, եւ ասում է, ինչ անեմ քեզ համար։ Եվ Տերն ասում է նրան. կանգնիր եւ մտի քաղաքը եւ կասվի քեզ, թե ինչ պետք է անես։ Բայց այն մարդիկը, որ նրա հետ գնում էին, Պողոսի հետ, Սողոսի հետ, ապուշ կանգնած էին, ձայնը լսում էին, բայց ոչինչ չէին տեսնում։ Սողոսն էլ վեր կացավ գետնիցը, իր աչքերը բաց անելով ոչ ոքին չէր տեսնում։ Եվ նա ձեռքերից բռնած, մցրին Դամասկոս եւ 3 օր չէր ուտում եւ ոչ էլ խմում։ Ուրեմն ինչ պատահեց Սողոսին, սիրելիներ, դեմ առ դեմ եկավ Քրիստոսի։ Եվ այդ տեսարանը եւ այս իր փորձառությունը մինչեւ իր կյանքի վերջը տասնյակ անգամ հիշում է իր ծառայության մեջ, որ այս պատահեց ինձի։ Բայց հետաքրքիր է, որ Քրիստոս միայն չի հանդիմանում Սողոսին, միայն չի ցույց տալիս իրեն, որ ինքը կա եւ ապրում է, բայց մի ուրիշ մի բան։ Տիրոջ խոսքը շարունակում է, ասում է, որ նույն ժամանակ, որ Սողոսին այս դեպքը պատահեց, ասում է գնա մտիր Դամասկոս, ես քեզի կասեմ, որ ինչ պետք է անես։ Ուրեմն Սողոս քեզ հետ գործ ունի Աստված։ Դամասկոսում մի աշակերտ կար, կարդում եմ 10-րդ համարից, անունն Անանիա։ Եվ Տերն տեսնելիս, տեսիլքի մեջ նրան ասեց. Անանիա։ Եվ նա էլ ասեց. ահա ես։ Տերն եւ Տերը նրան ասեց. վեր կաց գնա այն փողոցում, որ կոչվում է Ուղիղ, եւ Հուդայի տանը, որոնիր մի Սողոս անունով մեկը, Տարսոնայցի մարդ, որովհետև ահա աղոթք է անում։ Եվ նա տեսիլքի մեջ տեսավ մի Անանիա անունով մարդ։ Ուրեմն երկուսն էլ աղոթում են Աստծուն, Աստված Անանիային է հայտնվում եւ նույն ժամանակ Սողոսն է Աստծուն աղոթում ինչի համար, որ աշկերը բացվի, որ այս մեծ դեպքը, այս ահռելի դեպքը, որ պատահել է իրան,
Տերը իրեն փրկի։ Ուրեմն այս ընթացքին սիրելիներ կարդում ենք այս. Անանի անունով մեկը ճարվում է Դամասկոսում, Տերը Անանիայից օգտվում է, որ Սողոսին ցույց տա նախ եւ առաջ, որ ինքը կենթանի է, երկրորդ Սողոսի համար ունի ծրագիր Աստված։ Այս հալածող հրյա ծայրահեղորեն հրյա արյունափու հրյայի փարիսեցի համար Աստված ունի մի ծրագիր։ Տերը կամենասիրելներ մյուս հայտագիրի մեջ մենք կուսումնասիրենք այս Աստծո ծրագիրը, որ ինչ պատահեց Սողոսի կյանքում, բայց ամենակարևոր կետերից նա, սիրելներ, որ զգուշ ենք, որ իրար հետ ինչպես ենք վարվում։ Հատկապես հավատքի վերաբերյալ։ Այնքան շատ վրազ ենք, որ հարձակվենք իրար վրա, հալածենք իրարու եւ անուններով կոչենք իրարու, բայց Տիրոջ խոսքը էս ասում։ Մենք էս ենք սովորում։ Աստված ծրագիրն էր Սողոսի համար։ Մարդ Արարածը չէր կարողանա դիմադրել, բայց Աստված Քրիստոս ինքը միջամտեց այս վիճակում։ Մինչև մյուս անգամ սիրելներ, հույսով եմ, որ լավ օրեր են ձեզի սպասում։ Տերը կամենա մյուս հայտագրում կշարունակենք այս խոսակցությունը։ Մինչև մյուս անգամ սիրելներ, մեր Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու հաղորդակցումը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր բոլորիդ հետ այժմ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Սիրելիներ, մեծ հաճույք ու բարձրանք այնց համար, որ ձեզի ներկայացնել մի շարք գրականություններ։ Քայլեր դեպի Քրիստոս գիրքը։ Եթե նկատացել եք, սիրելիներ, մեր հայտագրի անունն է դες գրքի վրայից ավերեցվել դեպի Քրիստոս։ Ձեզի մի կարող եմ այս խոստումը տալ։ Բոլոր անհաշիվ կարող եմ ասել մեր սիրելի հայ ժողովրդից, որ այս գիրքը ստացել են, մեծ սիրով եւ մեծ հաճույքով նաեւ մեզի տեղեկացրել են, որ մեծ օրհնություն այլ այս գիրքը իրենց հոգեվոր կյանքի, առօրյա հոգեվոր կյանքի եւ սիրելիներ վստահեցնում եմ, որ դուք էլ պետք է օրհնվեք։ Եթե կուզեք այս գիրքը ստանալ, միայն կարող եք մեզ հետ կապվել հետեւյալ թիվով եւ սիրով այս գիրքը առանց վճարումի, եթե մեկը առաջնորդվում է Տիրոջից, որ ուզում է մի նվիրատվություն անես գիրքի վրա, ազատ զգացեք, բայց ուզում եմ նվեր ուղարկեմ ձեզի այս գիրքը ձեզ։ Քայլեր դեպի Քրիստոս գիրքը։ Նաև սիրելիներ ուզում ենք ձեզի ներկայացնել գրեթե ամենախորը պատգամով եւ Աստծո խոսքի ճշմարտությունով լիքը գիրքը Քրիստոսի արակներ։ Բազմաթիվ արակները Քրիստոսի, որ Աստվածաշունչը լեցուն է իրենցմով, եւ այս գիրքը սիրելիներ ձեզի կվստահեցնեմ, որ ավելի լուսաբանում է Քրիստոսի արակները, որ իր ծառայության ընթացքին օգտվեց եւ վստահ եմ շատ պիտի օրհնվեք այս գիրքից։ Քրիստոսի արակների գիրքը։ Նաեւ մյուս գիրքը, որ ունենք սիրելիներ ձեզ համար, քրիստոնեական ընտանիքի վերաբերյալ գիրքը։ Այս գիրքի անունն է ընտանիական երջանկության գաղտնիքներ։ Ինչքան կարիք ունենք, չէ։ Առողջ եւ ուրախ ընտանիքներ ունենալ, հաշտ ընտանիքներ ունենալ եւ վստահ եմ, որ այս գրքի խորհուրդը, որ 100% հիմնադրված Աստվածաշունչի սկզբունքներին եւ առաջարկներին, որ ինչպես կարողանալ ստեղծել մի առողջ, ուրախ եւ հաշտ մթնոլորտ մեր ընտանիքներում։ Ձեզի հրավիրում եմ այս գրքը, եթե կուզեք ստանալ, ընտանեկան երջանկության գաղտնիքներ։ Սիրելիներ, հետևյալ թիվով կարող եք մեզ հետ կապվեք 818 341 5547 հեռաձայնով եւ սիրով պետք է խնամք տանել այս ձեր կարիքը։ Եվ նաեւ ուզում եմ հիշեցնել ձեզի սիրելիներ։ Մենք տարբեր տեղերում ժողովներ ունենք Տիրոջ շնորհիվ, որ քաղաքում որ կաք, եթե ուզում եք մեզ հետ կապվեք, որ մեր ժողովներից եւ ժամերից տեղեկանալ, խնդրում եմ նորից հետեւյալ թիվով մեզ հետ կապվեք։ Եվ վստահ եմ սիրելիներ, ձեր օրհնությունը եւ ձեր
բարի աղոթքները մենք կարիք ունենք այս ծառայության մեջը, հուսալով որ ձեզնից լսել, Տիրոջն եմ հանձնում ձեզ։